Շատ շնորհակալություն, Սերգեյ։ Անցնենք ձեզ, վերջերս դուք Եվրոնեստի խորհրդարանական վեաժողովին մասնակցեցիք Հայաստանի խորհրդարանում, կարծես բավական լավ քննարկում է տեղի ունենում, նաև Հայաստանի խորհրդարանի հետ, ինչպես եք տեսնում Եվրամիության ու Եվրոպական խորհրդարանի տեսանկյունից հարաբերությունները Հայաստանի հետ եւ այս պահին մասնավորապես նաև Եվրամիությանը մերձեցման հնարավորությունը ինչն է փոխվել ձեր տեսանկյունից, ինչ կետում ենք հիմա։ Շատ շնորհակալություն պարոն վարչապետ հրաշալի ելույթի համար։ Ես կարծում եմ, որ մենք հիմա մեր տեսանկյունից, եվրոպական տեսանկյունից մենք այսպես ասենք աշխարհ ռազմավարական ներդաշնակեցման փուլում ենք Հայաստանի հետ։ Օրինակ է թե հանդգնեմ ասել այսպես հետ խորհրդային դարաշրջանն ավարտված է եւ դուք իրավացի եք մենք 30 տարի ապրեցինք մի փուլում որում մենք էլ երկրները դիտարկում էինք այն տեսանկյունից որ սա հետ խորհրդային տարածք է դա ավարտված է սա թիվ 1 եւ թիվ 2 տարածաշրջանը որպես հեռավոր շրջան դիտարկելու փուլն է ավարտված։ Եվրոպան կենտրոն ամեն ինչ հեռավոր շրջան, արևելյան հարևանություն ենք անվանում գործընկերություն եւ այլն, դա ավարտված է։ Մենք հիմա ամբողջովին այլ աշխարհում ենք եւ սա հնարավորություն է ձեռում։ Եվ ահա թե ինչու կապակցվածությունը կենտրոն եւ հեռավոր շրջաններ հայեցակարգ չէ։ Այստեղ տարբեր երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների համախումբ է եւ մենք փորձում ենք դրանք դասավորել այնպես, որ աշխարհ քաղաքական ու տնտեսական ու ժողովրդավարական իմաստով շահեկան լինի եւ Եվրամիության համար եւ մեր գործընկերների համար եւ այդ փուլում ենք հիմա կարծում եմ եթե դիտարկում ենք Հայաստանը այն երեք կետերը, որոնք հատկապես կարևոր են մեզ համար, թիվ 1 Հայաստանի բացումը հասարակության առումով ժողովրդավարացում, թափանցիկության հավաքած թափը այնտեղ, մենք իհարկե մեծ ոգևորությամբ ենք հետևում ընտրություններին, որոնք շուտով կլինեն, մենք հենց նոր դրա մասին խոսեցինք, ինչով մենք կարող ենք օգնել, ինչով մեր այլ գործընկերները կարող են օգնել, օրինակ Մոլդովան իր փորձով ինչպես կօգնի բարեհաջող ժողովրդավար ընտրություններին։ Երկրորդը այն է, որ Հայաստանը իհարկե արժանահավատ հուսալի խաղաղության գործընկեր է, դա կարծում եմ լրջագույն ձեռքբերում է եւ անգամ ես շքախվում եմ դա ասելիս, որ անկասկած մեր լավ բարեկամ Ադրբեջանի դեսպանը նստած է այստեղ, պարոն Աղաևը, շատ հրաշալի է ձեզ այստեղ տեսնել, բոլորի հետ միասին սա բնական փոխանակում է եւ մենք պարտավոր ենք դրան աջակցել։ Ես գիտեմ Եվրամիության դիրորդական առաքելության դերը կարող եք դրա մասին խոսել, բայց իհարկե Եվրամիությունն էլ ունի ներդրում այս գործընթացին եւ մենք կարող ենք ավելին անել դրա առումով։ Իմիջիայլոց այդ մասին խոսելիս կարծում եմ սա լավագույն օրինակն է անձի առաջնորդության եւ անձի առաջնորդությունն ու պատասխանատվությունն ու քաջությունը ինչ կարող են անել այդ տեսանկյունից պարոն վարչապետ շատ շնորհակալություն ձեր անձնապես ձեր առանցի համար այս խաղաղության գործընթացի համար առանց ձեզ ոչինչ հնարավոր չէր լինի։ Միջավայրս ես վերջինն եմ հիմա խոսում, այսպես անձնավորված մի քիչ, բայց ձեր անձնական ձեռքբերումն է, ես կարծում եմ, եւ իհարկե նաեւ նախագահ Ալիևին է, եւ երրորդը կապակցվածության խնդիրն է, ինչպես կարող ենք մենք տեխնիկական, թվանշային, տրանսպորտային քաղաքականությունը, որոնցում մենք ուժեր ենք հիմա համատեղում վերածել իրական աշխարհքաղաքական ներդաշնակեցման ու տարածաշրջանի բացման, սահմանների բացման, մենք խոսում ենք Թուրքիայի մեր գործընկերների հետ դրա մասին մշտապես։ Ես գիտեմ, որ Ադրբեջանի հետ էլ հիմա կա շարժ, ինչպես ապրանքները կարող են տեղափոխվել, էներգակիրները կարող են տեղափոխվել, Մարտակոսը մեր հանձնակատարը 500 միլիոնի մասին հայտարարեց թրիպի համար դեպի Վրաստան ցանցը փակելու, ինչպես նաև հուսանք շուտով Թուրքիայի հետ ցանցը կապելու, որ էներգակիրները հոսեն եւ այդ կերպ մենք Հայաստանը դուրս ենք բերում այս ինքնապարտադրված մեկուսացումից, որը կախվածությունը մեկ կոնկրետ երկրից եւ այն բերում իսկապես բազմակողմ տարածաշրջանային համատեքստի մեջ եւ այստեղ է որ Եվրոպան իսկապես կարող է աջակցել ու մենք պատրաստ ենք դա անել։